Պարոն Սաղաթելյան, Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը առաջարկում է, որ ընդդիմադիրները մեկ ճակատ կազմեն ու այսպես ուժեղ ճակատով էլ մասնակցեն ընտրություններին եւ համարում է դա Էդմոն Մարուքյանը ամենաարդյունավետ ճանապարհը Փաշինյանին տուն ուղարկելու համար։ Դուք քննարկել եք մեկ ճակատով մասնակցելու, որ լինի երկու բևեռ, իշխանություն, ընդդիմություն։ Քննարկել եք այդ հարցը ու արդյոք համարում եք, որ դա արդյունավետ է, այդպիսով հնարավոր է տապալել գործող իշխանությանը, դա համարում եք արդյունավետ ճանապարհ։ Ուրեմն մենք այդ հարցը քննարկել ենք ու ոչ միայն քննարկել ենք այս ժողովում, այլ նաև դրանից առաջ։ Ինքը իրականում լավ գաղափար է, մենք խորքի մեջ այդ գաղափարին դեմ չենք, բայց գործնականում այն իրականացնելը գրեթե անհնարին։ Ինչու՞, որովհետև նախ արդեն մի քանի ուժեր շատ հստակ հայտարարել են, որ պատրաստ չեն մեկ բլոկով մասնակցելու, եւ երկրորդ, որ անկեղծ ասեմ, դրա արդյունավետությունն էլ 100%, ինչպես պնդում են մեր շատ գործընկերներ, 100% համոզմունք չի, որ դա շատ արդյունավետ է։ Ինչու՞, որովհետև երբ որ բոլոր ուժերին նույնացնում ես, մեկի անձեռեցինգը ասում եմ մյուսին ու հակառակը, իհարկե ուժերը մեկ տեղում ես հնարավորությունները, ռեսուրսները, բայց նաև այդ նույնացնելով հանրության տարբեր շերտերից զրկում ես այլընտրանքային հնարավորություններից։ Քանի որ այդ ըստ էության գործնականում անհնար է, մեր առաջարկը հետևյալն է, որ ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ եւ մեկտեղ են իրենց ուժերն ու հնարավորությունները ձևավորեն առնվազն 2, 3, 4 ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել եւ երկրորդ գրանցել ավելի արդյունավետ արդյունք մեր գլխավոր նպատակը այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հետևաբար, քանի որ հնարավորություն չկա մեկ միասնական դաշինքով, առնվազն պետք է ամեն ջանք գործադրել մի քանի խոշոր բլոկ ձևավորելու համար։ Սա է մեր մոտեցումը եւ այդ բլոկների հնարավորությունը կա ու արդեն դաշտում մի քանիսը նշմարվում են։ Ու անկախ նաև այդ ձևաչափերի որոշումից մենք գտնում ենք, որ կան կարևոր առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցենք։